Ծովինար Վարդանյան։ Շնորհակալություն, պարոն Մեսրոպյան, նախ շնորհակալ եմ զեկույցի համար։ Ես ուզում էի հարցնել, ճիշտ ասած, Հայաստանի էլեկտրական ցանցերի կատարվող ներդրումներից։ Ուզում էի իմանալ, ճիշտ ասած, Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը իրականացրել է արդյոք վերահսկողական, այսինքն ստուգողական աշխատանքներ, չգիտեմ ինչպես ճիշտ ընտրեմ բառը, որն է հարիր ըստ կարգի ձեր, եւ ինչեր է արձանագրել արդյոք այդ ընդհանրապես ինչպես է process-ը տեղի ունենում, ինչեր են արձանագրվել եւ որտեղ կարող ենք օրինակ մենք ծանոթանալ այդ արձանագրություններին, թե արդյոք ստանձնած պարտավորությունները կազմակերպությունը կատարել է քաղաքացիների հանդեպ ի վերջո դրա վերջնական շահառուն քաղաքացիներն են։ Այս մեկ հարց եւ երկրորդը ես նաեւ դիտարկում եմ ավելի շատ երկրորդի մասով եւ կուզենայի ձեր կարծիքը իմանալ, այստեղ կար ձեր հանձնաժողովի գործունեության թափանցիկության մասով մի մաս զեկույցում, որը նվիրված էր թափանցիկությանը եւ ընդհանուր առմամբ ես այստեղ գրված է, որ ձեր նիստերը բաց են եւ ձեր դահլիճի հնարավորության սահմաններում շահագրգիռ կողմերը մարդիկ կարող են մասնակցել, բայց իմ տպավորությամբ նիստերի հեռարձակումը ընդհանրապես նման անկախ մարմիններում եւ ոչ միայն այսինքն ձեր հանձնաժողովում, այլ բոլոր անկախ մարմիններում շատ ավելի թափանցիկ կսարքի եւ շատ ավելի հաշվետու կսարքի նման հանձնաժողովների գործունեությունը եւ այս մասով կուզենայի եւ կարծում եմ գործընկերներից հետ պետք է որ քննարկենք նման նախաձեռնությամբ հանդես գալը եւ կուզենայի նաեւ ձեր կարծիքը իմանալ այս հարցի շուրջ։ Շնորհակալություն։ Տիկին Վարդանյան, երկրորդ հարցի հետ լիարժեք համամիտ եմ, լավ առաջարկ է, մենք իսկապես ուղիղ հեռարձակումներ չենք ունենում, չնայած մեր կայքը շատ ակտիվ կայք է հանձնաժողովի կայքը եւ ցանկացած նիստ ժամեր անց մեկնաբանվում է կամ տեսանյութերի միջոցով կամ բաների, տենց ֆոտո եւ համապատասխան տեքստերով ներկայացվում է այդ օրվա նիստում ինչ արվեց, բայց գաղափարը ընդունելի գաղափար է, որպեսզի հեռարձակվեն ուղիղ հեռարձակվեն նիստերը եւ ավելի այդ առումով հասանելի լինեն քաղաքացիներին եւ հետաքրքրված անձանց։ Կարող եմ ասել նաեւ ուզուտ ինֆորմացիայի համար, որ այդ նիստերը նաեւ ձայնագրվում են ձայնային բանով, բայց տեսաձայնագրություն տեղի չի ունենում։ Հիմա ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կատարված աշխատանքներին, ես կանդրադառնամ դրա այս 6 ամսվա կտրվածքով, որ այդ պաշտոնում ստանձնել եմ եւ աշխատում եմ, հետեւյալն ենք հասցրել անել, արդեն մեկ անգամ մոնիտորինգի խումբ ենք գործուղել Հանրապետության տարբեր շրջաններ, մեր մասնագիտական տեխնիկական խմբերին, համապատասխան տեխնիկական առաջադրանքով, որպեսզի ստուգեն տարբեր որակի ցուցանիշներ եւ բերված արդյունքները հիմա գտնվում են այդ ուսումնասիրության փուլում, ամփոփելուց հետո ամբողջությամբ կներկայացնենք, թե առաջ անցնելով կարող եմ ասել, որ բազմաթիվ տեղերում ունենք բանի, լարման մակարդակների անթույլատրելիության, լարման մակարդակներից շեղվելու խնդիրներ ունենք, էլեկտրական հաշվիչների ոչ պատշաճ վիճակում գտնվելու խնդիրներ ունենք, չթվայնացված հաշվիչներ ունենք, չնայած չթվայնացված հաշվիչները դրանք այս օրվա գործող օրենքով օրենքի խախտում չեն, բայց նմանատիպ խնդիրներ ունենք հայտնաբերված, որոնց վերաբերյալ առանձին հանդես կգանք, իսկ առասրա 25 թվականի ներդրումները Հայաստանի էլեկտրական ցանցերի միտված են հետևյալ 3 նպատակներին, որ առաջնահերթ Պաշտպան ցանցին առավել մաշված հանգույցների կետերի վերակառուցմանն են ուղղված լինելու, առավելագույն թվով բաժանորդների սպառման որակի բարձրացմանն են ուղղված լինելու եւ բաշխից ցանցին ապահովող ընդլայնման տարածքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանն են լինելու։ Հիմա եթե այս 3 կետերը մի քիչ բացված պատմեմ, թե ինչ է ենթադրում իր տակ,
հետեւյալն է, Ավարտեք, պարոն ավարտեմ։ Մեսրոպյան, կամ սպասեք թող արձագանքից հետո կավարտեք։ Տիկին Վարդյան, արձագանք։ Շնորհակալություն, պարոն Մեսրոպյան, այո, շատ կարևոր է հասկանալ, թե այդ տեխնիկական խմբերը իրենց ստուգումներն իրականացնելուց հետո որտեղ են տեղադրում արձանագրությունները արդյունքների վերաբերյալ, որպեսզի հասարակությունը եւ այդ թվում բնականաբար ազգային ժողովը ել ավելի հեշտ եւ հասանելի լինի падգամավորների համար էլ այդ տեղեկատվությունը, քանի որ ինչպես գիտեք տվյալ կազմակերպությունը օժտված է մենաշնորհով եւ կարծում եմ այն պետք է հնարավորինս ավելի պատասխանատու եւ թափանցիկ գործունեություն իրականացնի եւ կխնդրեմ այո շարունակել ուղղությունները եւ կուզենայի նաեւ իմանալ այդ հիմնական ուղղությունները երբ գրված են կա արդյոք դրա տակ միջոցառումների ծրագիր պատասխանատու եւ ժամկետներ եւ հստակ թե օրինակ որն են առավել մաշված ասելով որ ենթակայանն է կոնկրետ որպեսզի ավելի կոնկրետիկա լինի այդ գործողությունների մեջ եւ հետեւաբար ավելի վերահսկելի լինի Այդ հարթակը, որտեղ որ նման վարույթների արդյունքները ամփոփվում են, դա հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի կայքն է։ Այնտեղ ամբողջությամբ այդ պատմությունները դրված են եւ շատ հեշտ կարելի է դրան ծանոթանալ, Տիկին Վարդյան։ Իսկ արդեն շարունակելով նախորդ միտքը, նախորդ հարցի պատասխանը, որպեսզի մի քիչ տարբերությունս այս թվերով եւ առարկայական պատկերացնենք, 2024 թվականին Հայաստանի էլեկտրական ցանցերը ներդրում է կատարել, տարեկան ներդրումը եղել է 38.2 միլիարդ դրամ։ 25 թվին այդ թիվը լինելու է 53.9 միլիարդ դրամ։ Եվ այդ 53.9 միլիարդ դրամը ներառում է իր մեջ հետևյալ կարևորագույն աշխատանքները։ Մոտ 6-ը ենթակայանում 110 կիլովոլտի բարձրավոլտ ենթակայաններում վերակառուցման աշխատանքներ են տեղի ունենալու, մասնավորաբար սպիտակ 110-35-110 կիլովոլտ ենթակայանի ամբողջական վերակառուցում է տեղի ունենալու եւ այստեղ այս ենթակայանից սնվում էր Սպիտակ քաղաքի իր հարակից գյուղերի հետ միասին եւ ֆիզիկական մաշվածության աշճան այստեղ այնպիսին է, որ այդ անջատումները հաճախակի են տեղի ունենում եւ ես իմ խոսքում ասեցի, որ թիրախավորվել են առաջին հերթին նման հանգույցները։ Այնտեղ վերևը ժամատախտակն է, խնդրում եմ հետևեք, երբ որ ժամանակը ավարտում է, պետք է ավարտեք։ Հիմա միտքը ավարտեք։ Շատ լավ։ Ավելին շատ այդ նշված ժամանակահատվածի մեջ Տիկին Վարդյան նման հարցին շատ դժվար է ես կարող եմ ընդմիջմանը մանրամասն կամ հրավիրեք ես կգամ ավելի մանրամասն կներկայացնեմ այս հարցի պատասխանը Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին